Որում եւս մեկ անգամ շատ կարճ ամփոփի ինչպեսին ստացվեց քեզ համար, ինչու հրման երկու մոտեցումը ստացվեց, փորձել էր արդյոք այդ կիլոգրամները թե ոչ եւ ընդհանուր ինչ տվեց երրորդ ոսկե մեդալը քեզ Եվրոպայի առաջնությունում։ Դե փորձելը շատ եմ բարձրացրել, դրանից ավել եմ բարձրացրել, ուղղակի մի քիչ ավելի քիչ էի պատրաստ, քիչ էի անցե պատասխանատվության փուլ։ Հուսով եմ նորմալ էր Եվրոպայի առաջնության համար հերիքում էր այս քաշերը հաղթելու համար, իսկ այդ երկու մոտեցումները եկել էի լավագույն մարզիկ դառնալու համար, ուղղակի չստացվեց, հիմա ավելի լավ կլինի աշխարհաշինությանը այդ ժամանակ նոր ավել կիլոգրամներ կտեսնեք սրանից ավել թե փոքումը թե հեռումը։ Ինչ կարևորություն քեզ համար երրորդ ոսկե մեդալը։ Դե բոլոր ոսկե մեդալները կարևորություն ունեն, չեմ առանձնացնում այս մեդալը, իմ համար բոլոր մեդալներն թանկ են, այդ իմ կյանքից, իմ ուժից, իմ ամեն ինչից մի հատ մասնիկ է, որ ձեռք եմ բերում։ Ինչ կասես մրցակցության։ Ես որպես մրցակցություն չեմ զգացել, ես դաժե չգիտեմ ինչքան են բարձրացել ինձանից ցածր տեղ գրաված մարզիկները, ճիշտ է հարգում եմ իրանց որպես մարզիկ, իրանց բարձրացրած կիլոգրամները պետք է փորձեն, այդ սպորտն է ու ես էլ եմ նույն ձևի փորձել, մոտիկացել իրանց աշխատանքն է, հարգում եմ իրանց արած աշխատանքը, իրանց գործը։ Բարազդատ 3 հարցազրույց ունեցա Լաշա Տալախաձեի հետ, նա քո մեծ երկրպագուն է եւ այսօր քեզ երկրպագում էր եւ նա ասաց, որ դու կնվաճես օլիմպիական ոսկե մեդալը, եթե այնտեղ չլինի նա։ Ինչ ես կարծում, կցանկանայի արդյոք նա վերադառնար եւ եթե նա վերադառնա, ինչ պայքար կլինի։ Եթե նա վերադառնա, ինձ թվում է ես ավելի ուրախ կլինեմ, որովհետեւ ինչ որ Փարիզում չստացվեց, այդ ժամանակ արդեն կարող է եւ ստացվի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եվս Իրան էլ եթե մարզվում է, եթե պատրաստվում է Լոս Անջելես 28, իրան հաջողություն եմ մաղթում, սպասում եմ ես մեր մրցակցությանը, եթե ուզում եմ մրցենք։ Շատ լավ։ Շատ հարգում եմ, շատ սիրում եմ իրան, որպես մարդ, թե որպես մարզիկ, ուրիշ բան չունեմ իր մասին ասելու, շնորհակալություն։